Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում հանդիպման ժամանակ առաջին հերթին քննարկել են Թրամփի երթուղով էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի կառուցումը։ Այս մասին հայտնել է Փաշինյանը, հավելելով, որ ցանկանում են շինարարական աշխատանքները սկսել 2026 թվականի երկրորդ կեսից։ Նա նաեւ ասել է, Հայաստանի ընկալումն այն է, որ երկաթուղին հասնի մինչեւ թուրքական սահման։ Ադրբեջանից մտնում է Մեղրի, Մեղրիից Նախիջևան, հետո Երասխ, բայց մեզ համար շատ կարեւոր է Թուրքիայի սահման Ախուրիկ հասնելը։ Այստեղ ունենք կարճ կտոր, որը վերականգնման ենթակա է եւ մենք սկսել ենք զբաղվել դրանով, ասել է Փաշինյանը։ Ադրբեջանը Արցախի հայաթափված մայրաքաղաք Ստեփանակերտում բնակարանների վաճառք է սկսում, այս մասին հայտարարել է Ստեփանակերտում, Մարտակերտում եւ Խոջալոյում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Յուսուբովը։ Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ քաղաքում բազմահարկ շենքերի կառուցումից հետո դրանք կդրվեն վաճառքի, վստահեցնելով, որ արդեն իսկ բնակարանների ձեռքբերման բազմաթիվ դիմումներ են ստացել։ Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է վրաց գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ։ Առանձնազրույցի օրակարգում ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր են եղել։ Ծրագրված են նաև Միրզոյանի հանդիպումները այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հայաստանն ու Վրաստանը միմյանց կփոխանցեն արտաքսման ենթակա իրենց քաղաքացիներին, կառավարությունը հավանություն է տվել ռեադմիսիայի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին։ Նշվում է, որ համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից հաշվի առնելով, որ Հայաստանն ու Վրաստանը սահմանակից պետություններ են։ Սահմանադրական դատարանի կողմից փաստաթղթի սահմանադրականության հարցի որոշումից հետո այն կներկայացվի ազգային ժողովի քննարկմանը։ Կառավարությունն ընդունել է առողջության համընդհանուր ապահովագրման ներդրման վերաբերյալ փաթեթը, այն արդեն ուղարկվել է ազգային ժողով, նախագիծը համարվել է անհետաձգելի։ Գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական հնարավոր բոլոր ծախսերը, այլ որոշակի հատվածով ֆինանսական աջակցություն է ցուցաբերվելու։ Բացի այդ, համակարգը դեռևս համընդհանուր չէ, հունվարի 1-ից բոլորին չի ներառելու։ Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանի արձակած Իսկանդեր հրթիռի մնացորդներն ընկել են Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է, որ ռուսներն օգտագործել են շուրջ 430 անօդաչու թռչող սարք եւ 18 հրթիռ, այդ թվում բալիստիկ եւ աերոբալիստիկ։ Հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել։ Հունգարիան եւ Սլովակիան կարող են արգելափակել ռուսական ակտիվների հաշվին Ուկրաինային վարկի տրամադրումը էներգետիկ ոլորտում Վլադիմիր Զելենսկիի մերձավոր շրջապատի շուրջ կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Պոլիտիկոյի տվյալներով Բուդապեշտն ու Բրատիսլավան սա կարող են որպես պատրվակ օգտագործել նախաձեռնությունը մերժելու համար։ Միաժամանակ Եվրամիությունն Ուկրաինայից պատասխաններ է պահանջել կոռուպցիոն սկանդալի հետ կապված։